անցած դատական լիստին հարգելի դատարան ընդհանրապես միջնորդություն էր արվել, որ վճարովի Վարշավի կառավարության մոտ, բայց քրեակատարողական հիմնարկը գերություն էր ստացել, թե ես բողոք եմ արել քրեակատարողական հիմնարկից, որոնտեղ նամքի միջոցներ չի տրամադրվում, ոչ մի խցում կալանավորների չի տրամադրվում, ու այդպիսի գերություն էր ստացել, ես ուզում եմ հասկանամ դա այդ միտումն էր, թե ուղղակի թույլատվություն է եղել։ Շատ ես հրապարակում եմ գերությունը։ Շարունակեմ, էլի, քանի որ այսօր մենք ներողություն ենք ու ունեցել ենք երկար տարիներ եռատոն, մեր ծանած եռատոնը, ես ուզում եմ ազգիս, հայ ազգիս, եզդի ազգին, որոնք մեր հետ հավասար պայքարել են։ Շնորհավոր եմ բոլորին ու վստահեցնեմ, որ մենք ունենալու ենք նմանատիպ տոներ, որը կնշենք շատ մեծ հպարտությամբ և մեր գլուխները բարձր մեր նահատակների, թե 90-ականների, թե պատերազմից տղաների առաջ մենք գլուխներս բարձր տանենք։ Շնորհավոր բոլորին ունենալու ենք հաստատ համոզվեք եռատոնը և մի բան եմ ուզում ասել, ուրեմն մեր կալանքի նիստերից մեկում ես իսպիսի մի հայտարարություն արեցի, որ ըստ օդում կախված լուրերի, շրջանառվող լուրերի պարգևատրում է խոստացված մարդկանց, որ մեզ կալանքի տակ պահեն, հետո գործ կարեն մերնա։ Ճիշտ ասած, այդ օդում կախված լուրերը իջան գետնի վրա, օդում կախված չմնացին։ Հենց նույն օրը, երբ որ գործ ուղղարկվեց դատարան, մարդիկ ստացան պաշտոններ ու աշխատավարձի բարձրացում։ Ես հորդորում եմ ուղղակի, որ կգան ու կգնան երաշխություն պատվիրողները, օրենքները մնալու են, և են երաժիշտները, ովքեր կերծ նոտաներով են նվագել, օրենքները իրանց հանդեպ քրիստիկորը։ Նորից շնորհավորում եմ հայ ազգիս, բայց բողոք հարգելի դատարան, թեև հովազները կատվածքի են, բայց հովազները չեն մնալու, հովազները մնալու չկան։ Հասկանալի է ձեր վերաբերմունքը, հարգելի Մերադյան, նաև հարգելի շատ լավ, կտրեմ էմոցիոնալ ձեղներից հնարավորինս զերծ մնալ, հարգելի Մերադյան, հրապարակում եմ, թե դատարանը ինչ է հարցեր է քրեակատարողական հիմնարկի։ Բառացի եմ մեջբերում ընդորում, Վարուտից նշված գործով, դատական նիստին Մեղադել Սերոբ Գասպարյանը հայտնել է, որ քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձանց հասանելիք անհրաժեշտ քննանքի որոշակի պայմաններ չեն ապահովում։ Սա մեկնաբան է, նախորդ նիստին դուք կանոնեցիք, ասացիք, որ Վարշավի չկա, խնդրում։ Ես ընդհանրապես ասել եմ, որ Վարշավի ծառայությունը, թե քննչականը, երբ որ գործը քննչականը էր, գերություն են կերել, որ մարդը կա Վարշավիական ծառայություն։ Ուղիղ եթերով էլ կա, կարող են նայել ուղիղ եթերը, բայց ընդհանուր առմամբ խնամքի պարագաներ չտրամադրել, այդպիսի բան ես չեմ ասել։ Շատ լավ, նախ ոչ ընդհանուր առմամբ, այլ որոշակի պայմաններ, և երկրորդը, այո, նախորդ նիստին դուք կանոնեցիք, Փառք Աստծո, հարգելի հրավիրողները ֆիքսել։ Ներողություն ես ցիտեմ, ասացիք, որ Վարշավի չկա, և ասացիք իսկապես չկա։ Նաև լրացրեց արգելքի պաշտպանում կներեք, դա չի նշանակում, որ խնամքի միջոցներ կալանավորների չի տրվում։ Խնամքի միջոցների մասին չի խոսքը, այլ պայմանի ապահովման և դատարանը ձեր հայտարարությունը ընկալում է այդ կերպ։ Ավելին ասեմ, ինչ բողոք։ Դատարանը բողոք չի գրել։ Դիտելա, որ ես ինչ-որ բողոք եմ արել։ Այդ դիտելու տեսանկյունից չեմ կարող մեկնաբանել, թե ինչու է այդպես դիտվել, բայց ես ընթերցեցի բառացի հարգելի դատական կառավարությունը տրամադրել Մեղադրյալին, որպեսզի կարիքի դեպքում ընթերցի։ Բողոք բառը ընդհանրապես դատարանը չի գրել և բողոք ակնարկող որևէ ձևակերպում չի արել։ Ես վերարտադրել եմ այն ինչը որ դուք բարձրացրել եք, ասում եք Վարշավի չկա, գրել եմ պայման կա, որը չի ապահովում։ Համասուծել եմ Վարշավի, որը որ չեք տրամադրել ու չեք պատրաստվում տրամադրել, Աստված ձեր հետ։ Խնդրում եմ կարդացեք, եթե կարիքը տեսնում եք։ Եթե ոչ խնդրում եմ վերադարձնել։ Գործի նյութերը խնդրում եմ վերադարձնել։
Հաջող պարտադրությամբ դատարանը քրեակատարողական հիմնարկի պետին խնդրել է հանձնարարել համապատասխան աշխատակիցներին կալանավորված անձերով գասպարանին հասանելի օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ պայմանների ապահովման անհնարինության դեպքում հայտնել դատարանին։ Եթե որևէ անհնարինություն կա, որը պետք է օրենքով ապահովել, բայց անհնար է, բայց առկա է անհնարինություն, որ դատարանը պարզի եւ դրանով պայմանավորված կողմնորոշվի։ Դրանից հետո պատասխան գրություն ստացել ենք, բայց պատասխան գրության անհնարինության մասին ոչինչ չկա։ Ես հրապարակեցի էությունը պատասխան գրության, խոսում է թե լրացուցիչ ծառայությունները ինչ կարգով պետք է ստանա կալանավորված անձը եւ դրան որպես համադրող արդեն Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի հարցման արդյունքով պարզվել է որ հաստիկ չկա եւ ծառայություն չի իրականացվում։ Բայց ի վերջո ես չպարզեցի հարգելի կողմեր, նաեւ հատուկ հարգելի պարոն Գասպարյան։ Միգուցե հաստիկ չկա արտահաստիկային պայմանագրային շրջանակներում, չէ, հիմա տեսեք, հաստատի գուցե գիտեք որ չկա, բայց ես նախորդ նիստին էլ ասեցի, դատարանը պաշտոնական տվյալ ակնկալում է ստանալ պատճառություն ապահովող մարմնից։ Ես կարծում եմ դատարանի գրագրությունից փոխաբերության համար կներեք նեղանալու փոխարեն ուղղակի պետք է դիտարկել որ դատարանը խորամուխ է եղել, որ այդ հարցը պարզի քրեակատարողական հիմնարկը արդյոք իր տիրույթում պետական միջոցներով չի կարող ապահովել։ Մի օրինակ կտերեմ, օրինակ քրեակատարողական ծառայության աշխատակիցները երբ ձեզ հետ առնչվում են, ժողովրդի մոտ ընդունված է ռուսերեն կելուշնիկ անվանել, ներողություն խոսքի համար, օրինակ հարգելի ծառայակիցներ։ Դատարանի իր որոշմամբ թեև միայն փաստաբանների եւ մերձավոր ազգականների հետ է սահմանափակումը բացառել, այսինքն նրանց հետ հնարավոր է շփվել, բայց նաեւ շփվում են ձեզ հետ օրինակ ուղեկցող ոստիկանները հարգելի ներսում ծառայողները դատարանը չի գրել որ նրանց հետ կարելի է շփվել, բայց դա տրամաբանական է, որովհետեւ ներողություն բայց դա տրամաբանական է, որովհետեւ պետական ծառայությունները իրենց առաքելությունները հատկապես սահմանադրական իրականացնում են պաշտոնատար անձանց միջոցով։ Հիմա քանի որ այնտեղ հաստիկ չկա, դատարանը այ եթե մի օր պարզի որ հաստիկ էլ չկա, չի էլ կարող արտահաստիկային պայմանագրային հիմունքով ապահովել։ Չգիտեմ, որևէ այլ կերպ քրեակատարողական ծառայությունը, արդարադատության նախարարությունը չի կարող այդ հարցը լուծել։ Դատարանը կհամարի, որ ինքը իր ռիսկով պետք է որոշի։ Այն անձը, ում անուն ազգանը գրել է պարոն Ալեքսանյանը, Էրիկ Ալեքսանյանը, արդյոք մի հատ ուսումնասիրենք, հասկանանք այդ մարդու ինչքան է պետք գործով քննարկել իր այցությունը, ածեի թուղթել է ուղղակի պարոն Ալեքսանյանը, որպեսզի այդ ռիսկը դատարանը հասկանա իր վրա վերցնում է, թե չի վերցնում։ Բայց հիմա մենք պետք է հասնենք այդ փուլին, որ դատարանը մի հատ այդ փաստերը գումարելով հասկանա, որ հասել ենք այդ անհրաժեշտության։ Հիմա մենք ունենք, որ հաստիկ չկա ԿԿ-ում, ամփոփում է, հարգելի դատարան։ Հաստիկ չկա Վարշավի, Վարշավիրական ծառայություն չի իրականացվում քրեակատարողական հիմնարկում, ինչու շեշտում հիմնարկում, որովհետև ես քաղաքացի իրավական այլ հարաբերություններ պատկերացնում եմ, դուք եք կրթությամբ իրավաբան։ Միգուցե պայմանագիր ունեն մի իրավաբանական ազգական ընկերությանը, այսինքն ոչ սպառիչ ձևակերպումներ են ստացել, որոնք չեն փառատում իմ մտահոգությունները, եւ ես այո մտահոգված եմ, որոշում եմ կայացրել, որ դուք չի շփվեք որոնք է, եւ այդ որոշումը հիմնավորել եմ, ունենք այն ինչ ունենք։ Եթե դաժե լավ որոշում է, այդ որոշումը կայացրել։ Որոշման հիմնավորումն է նաեւ, որ ռիսկ կա, որ դուք գուցե ինչ-որ անձանց հետ շփվելով խանգարեք գործը։ Հիմա այդ օրինական ու ստացած որոշումը քանի դեռ կա, պետք է հակակշիռ, ցանկակշիռ այնպեսի փաստ լինի, որ դատարանը հասկանա, որ կարիք կա այդ հարցը արտահերթ վերանայել։ Բայց խնդրեմ դուք էլ ձեր մոտ վերանայեք փաստակազմը։ Դե արդյոք քրեակատարողական հիմնարկը ինձ հայտնել է, որ չեն կարող որևէ մեկը ձեր մազերը փտրել, հարգելի մեղադի։ Ունեմ սպառիչ մոտեցում, թե ուղղակի ասում են հաստիկ չունենք եւ կառավարությունը լրացուցիչ ծառայությունները սահմանել, բայց լրացուցիչ ծառայություններին հասնելու համար ուղի եմ ասում իլուր Հայաստանի Հանրապետություն։ Պետք է նախ հիմնական ծառայությունները սպառվեն կամ դատարանին պարզ լինի հիմնական ծառայություններ կան, թե չէ, հետո լրացուցիչ բառը ինքնին հուշում է, որ դրանք լրացուցիչ ծառայություն են։ Բայց հիմնական ծառայությունները կարող են կարգավորված լինել ոչ միայն հանրամատչելի օրենքներով, որ մտնենք առլիս կարգան, այլ ենթաօրենսդրական ակտերով, քրեակատարողական ծառայության պետի ինչ-որ հրամանով, նախարարի հրամանով, որը կարող է գուցե լոկալ է եւ դատարան չէր կարող ուսումնասիրել։ Դրա համար հարցում եմ հարցրել եմ, կա անհնարինություն, թե չէ։ Բացի անհնարինության անդրադառնալուց ամեն բան գրվել է, այդ թվում որ դուք ներածել եք դատարանը։
ի վերջո սպառիչ պատասխան չեմ ստացել։ Հիմա խնդրում եմ, այս համատեքստում նոր տեղեկություններ կամ մեկնաբանություններ կողմներ ունեմ, թե չէ, խնդրեմ։ Նույն մարդու անունը որ գրված է, քննչականում նույն գերությունն է վերաքննիչին, քննիչները չգիտեմ դատախազությունը թե քննչականը նույն մասնակցել մազարիստները գնացել է։ Հիմա նույն գերությունը ձեզ ուղղ նույն միջնորդությունը ձեզ շատ լավ, դատարանն այս դիտարկումը ևս հաշվի կառնի, որ քննիչը թույլատրել է նույն անձին։ Դատախազությունը թույլատրել է։ Վերահսկող դատախազությունը եկել չէ։ Շատ լավ, շնորհակալություն։ Եվ մի արձագանք, հետո լսենք նաև Արգելի պաշտպանին և մյուս կողմերին։ Խոստումներով և պարգևատրություններով, սա դատավարական հարց չէ, նույնիսկ կարող եմ չարձագանքել, բայց քանի որ հանրությունը նայում է, ես ուզում եմ, որ ընդգծված հնչի։ Ես կաշկանդված չեմ, այդպիսի բան չի եղել, ոչ էլ կարող է լինել, լինելու դեպքում էլ ինձ չի սպառնալ։ Ես ձեր աչքերի մեջ նաև եմ ասում։ Սպառնալ։ Ինձ չի կարող սպառնալ որևէ, ինչպես ասացիք, պարոն Ռաստոյան, պարգևատրում։ Ինչ որ կատարվել է, ես ընդհանրապես սա հետորա, որ բացառապես ուզեցի ասեմ, որ ես բացառապես օրենքի շրջանակներում, որտեղ կա այն ինչ որ կա, արգելի դատարան, տեսել եք ինչ որ կա, ու փաստ է, որ տվյալ անձիկ գործը կատարելուց հետո պաշտոններ ստացել։ Եթե նույնիսկ նման բան կա, խնդրում եմ դատարանի դատական իշխանությունը նախահարգել, եթե հարգեցի ամենայն հարգանքով, շնորհակալություն։ Ամեն դեպքում ես բացասել, որ ինձ չի սպառնում որևէ ուսի բան։ Շատ լավ, արգելի պաշտպան։ շնորհակալություն։